Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Կարապետյանի պաշտպանական թիմը հայտնել է, որ նրան դեռևս չեն տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նա ստացիոնար բուժում է ստանում Նաիրի բժշկական կենտրոնում։ Ազգային բարերարը տնային կալանքի մեջ մնացել է ընդամենը 17 օր։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը օրերս հայտնեց, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է թոքաբորբ եւ քովիդ, ինչի մասին քրեակատարողական հիմնարկում լռել են։ Հունվարի 14-ին զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մահվան դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արդեն կա մեղադրյալ։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Կասկածյալն արդեն ձերբակալվել է եւ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Համացանցից իմացանք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Սոցցանցի իր էջում գրել է Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում։ Ըստ հայցի պահանջում է վերականգնել թեմի առաջնորդին իր պաշտոնում։ Քահանայի խոսքով իրենք պատրաստ են դատարանում վկայություն տալ, որ եպիսկոպոսը իրենց նկատմամբ պարբերաբար հոգեբանական բռնություն է իրականացրել։ Տեր Զարեհի խոսքով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը եկեղեցու ներսում փորձել է քահանաներին իրար դեմ հանել, վերահսկել է նրանց համացանցային ակտիվությունը եւ հրապարակումներում իր անունը չնշելու դեպքում բացատրագիր պահանջել։ Նման բան չի ասվել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է Թուրքիայի արտգործնախարարի շուրջ պտտվող լուրերը։ Մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասուլիսում հայտնել է մեջբերում 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, մեջբերում նման բան չի ասվել։ Ազգային ժողովի նախագահի խոսքով թուրք գործիչի նկատի է ունեցել այն, որ իրենք աջակցում են այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։ Не нуждаемся. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին աջակցել դեպի Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցում։ Ըստ ռուս պատգամավորի Նիկոլ Փաշինյանի այս քայլը պայմանավորված է Թրամփի երթուղու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված մեջբերում գաղտնի համաձայնություններով, որոնց համաձայն տարանցիկ շահույթի 76%-ը պատկանելու է Միացյալ Նահանգներին, ու Ռուսաստանը չի կարող լինել բաժնետերերի շարքում։ Զատուլինը պնդել է, որ Փաշինյանը Ռուսաստանից օգնություն է խնդրել ընդամենը ժեստ անելու ու քննադատություններից խուսափելու համար, որպեսզի ցույց տա, թե իբր չի անտեսում Մոսկվայի շահերը։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունները ցանկանում են սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա եւ ներքաշել նրան այս աշխատանքների մեջ, որպեսզի հետագայում ամենուր պնդեն, որ Մոսկվան եւս մասնակից է գործընթացին։ Պատգամավորը զուգահեռներ է անցկացրել Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության հետ, նշելով, որ նրանց եւս հրավիրեցին, բայց հետո գործնականում անտեսեցի նրանց դերը։ Ռուս պաշտոնյան եզրափակել է, որ Փաշինյանը չի գործում Ռուսաստանի շահերից ելնելով եւ իրական խաղադրույքը կատարել է Արևմուտքի հետ դաշինքի վրա։ Ըստ Զատուլինի, Հայաստանի առաջարկները պետք է խորությամբ վերլուծվեն թաքնված օրակարգերից եւ հնարավոր թակարդներից խուսափելու համար, քանի որ Երևանի քաղաքականությունն այս հարցում կրում է մանիպուլյատիվ բնույթ։ Давайте с вами по порядку. Во-первых, речь идет о Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վլադիմիր Սոլովյովի վիճահարույց հայտարարությանը եւ դրանից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանին բողոքի հայտագիր հանձնելու փաստին։ Զախարովան շեշտել է, որ նման հարցերի շուրջ մանիպուլյացիաներով զբաղվելն անընդունելի է եւ պարզաբանել է, որ Սոլովյովի հնչեցրած այն միտքը, թե ինչու Ռուսաստանի ազգային անվտանգության համար իրենց երկիրը հատուկ ռազմական գործողություններ չի սկսում Ռուսաստանի ազդեցության գոտու այլ կետերում, ակնարկելով Հայաստանի ոչ թե պաշտոնական հայտարարություն է, այլ լրագրողի անձնական կարծիք, որն արտահայտվել է մասնավոր հեռուստաալիքի եթերում։ Դիվանագետը ընդգծել է, որ Սոլովյովի խոսքն իրականում ձևակերպված է եղել որպես հարց եւ ոչ թե պնդում, սակայն որոշ վերլուծաբաններ այն սադրիչ կերպով ներկայացրել են որպես Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Հարավային Կովկասի ժողովուրդները պատմականորեն կապված են ռազմաբարական գործընկերությամբ ու եղբայրական բարեկամությամբ եւ հորդորել է турք չտալ նմանատիպ տեղեկատվական սադրանքներին, որոնք նպատակ ունեն վնասել երկկողմ հարաբերությունները։
Նախորդին ձերբակալված 5 անձանցից 4-ի, այդ թվում Պեկ 3 պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարվել են, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաձեռնված քրեական մարույթի շրջանակներում ձերբակալվել էր 5 անձ, այդ թվում Պեկի ղեկավար պաշտոնյաներ։ Վերջիններս մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Իրանում ավելի քան 2 շաբաթ ընթացող բողոքի անհնազանդությունների ժամանակ ձերբակալվել է 3000 մարդ, հայտնել են երկրի իշխանությունները։ Նրանց խոսքով ձերբակալվածները առնչություն ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Նյու Յորքում ԱՄՆ-ի խնդրանքով արտակարգ նիստ է անցկացրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նիստի ընթացքում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ տեղակալ Ղոլամ Հոսեյն Դարզին հայտարարել է, որ Իրանի դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք անկախ պատճառաբանությունից, այդ թվում ցուցարարներին պաշտպանելու կամ իրանցի ժողովրդին աջակցելու պնդումներով կդիտվի որպես միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եւ պահանջել է, որ ՄԱԿ-ը դատապարտի Իրանում տեղի ունեցած այն հանցագործությունները, որոնք ըստ Թեհրանի իրականացվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ խաղաղ քաղաքացիների դեմ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է արդարացնել Իրանի դեմ իր ագրեսիան, հարցը տեղափոխելով անվտանգության խորհուրդ եւ դատապարտել այդ գործողությունները։ Միաժամանակ միջազգային լրատվամիջոցները հայտնել են տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու փորձերի մասին։ Ըստ New York Times-ի, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը եւ Եգիպտոսը կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետաձգել Իրանի վրա հնարավոր հարձակումը, զգուշացնելով, որ այն կարող է հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն կոնֆլիկտի։ The Guardian-ի տվյալով դեէսկալացիայի ուղղությամբ ջանքեր է գործադրել նաեւ Թուրքիան։ Պարսիստոցի երկրների պաշտոնյաները նաեւ նշել են, որ Իրանի ղեկավարությանը տապալելուն ուղղված ռազմական ցանկացած գործողություն կարող է լրջորեն խաթարել նավթի միջազգային մատակարարումները Հորմուզի նեղուցով։ Սրան զուգահեռ Եվրամիությունը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ հակակառավարական ակցիաների մասնակիցները դիմել են Եվրաընտանիքին, խնդրելով պատժամիջոցների ցանկն ընդլայնել։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության իր մրցանակը։ Սպիտակ տնից դուրս գալուց հետո Մաչադոն դիմել է դարպասի մոտ հավաքված կողմնակիցներին, ասելով. «Մեջբերում, մենք կարող ենք հույս դնել նախագահ Թրամփի վրա»։ You did today. Why did you do that? Because he deserves it. Fox News հեռուստաալիքի եթերում հարցին, թե ինչու իր համար այդքան սպասված մրցանակը շնորհեց Թրամփին, Մաչադոն պատասխանել է. «Մեջբերում, որովհետև նա արժանի է դրան»։ The Nobel Peace Prize medal on behalf of the people of Venezuela. Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հրաժարվել էր աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդ։ Չնայած նրա գլխավոր շարժումը հայտարարել էր 2024 թվականի ընտրություններում հաղթանակի մասին։ Փոխարենը նա գործարար հարաբերություններ է հաստատել երկրի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հետ, ով Մադուրոյի օրոք փոխնախագահ էր, իսկ այժմ երկրի ժամանակավոր ղեկավար։ Тепер так, щодня буде, всі на зв'язку. Ուկրաինան երբեք խոչընդոտ չի հանդիսացել խաղաղության ճանապարհին իր երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքելով Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարություններին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Թրամփի հետ, թե Զելենսկին հավատարիմ չէ խաղաղության օրակարգին, ասելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ռուսական կողմը բաց են մնում բանակցությունների համար։ Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան ավելի ակտիվ կլինի դիվանագիտական ջանքեր գործադրելու հարցում։ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի նախագահն է ձգձգում խաղաղության գործընթացը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի աղքատ թաղամասերից մեկում։ Տարհանվել է 200 մարդ։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Կրակի ծխի բարձրությունը հասել է մոտ 200-ից 300 մետրի։ Ըստ մամուլի, այն եղել է Սեուլի վերջին խրճիթային թաղամասը։
Կամչատկայից դեռևս չի հեռացել հզոր ցիկլոնը։ Տեղումները դժվարացրել են տեղացիների բնականոն կյանքը։ Ձյունն այնքան առատ է եկել, որ արգելափակել է շենքերի եւ խանութների մուտքերը։ Բարձրահարկ շինությունների առաջին եւ երկրորդ հարկերն անցել են ձյան տակ։ Մակեսյու